Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Աշխարհի ուշադրությունն այս օրերին կենտրոնացած է Դավոսի ուղղությամբ, լեռնային փոքրիկ քաղաք, որտեղ անցկացվում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այստեղ են հավաքվել առաջնորդներ, քաղաքական ու բիզնես աշխարհի փորձագետներ։ Մեր տարածաշրջանից ներկա են Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Դավոսում տնտեսական գագաթնաժողովում Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն փակել են պատերազմի էջն ու սկսել խաղաղության գործընթացը։ Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության պայմաններում ենք ապրում։ Մենք վայելում ենք այս վիճակը։ Լսարանի հետ ուզում եմ բացարձակ անկեղծ լինել։ Այո, մենք կարող էինք ամեն ինչ շարունակել այնպես, ինչպես կա, բայց դա նոր ռազմական գործողությունների, ցավի, տառապանքի ու զոհերի պատճառ էր դառնալու։ Կարճ ասած, պատերազմը երբեք չէր ավարտվելու։ Ինչ որ մեկը պետք է կանգնեցներ այն։ Մենք որոշեցինք կանգ առնել։ Ալիևը նաև նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տեղափոխելու համար։ Ալիևի խոսքով հեռու չէ այն օրը, որ հայկական բեռները կկարողանան անցնել ուղիղ Ադրբեջանի տարածքով։ Ալիևը վստահ է, որ Հայաստանի եւ Թուրքիայի, նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն միաժամանակ։ Մենք ունենք փաստացի եւ միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է, փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես լավատես է ապագայի նկատմամբ, հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հնարավոր դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։ Նա ընդգծել է, որ այս գործընթացում շատ կարևոր է ներգրավվել նաև հասարակությանը, որպեսզի խաղաղությունը եւ գործակցությունը չմնա միայն առաջնորդների մակարդակով։ Խաչատուրյանը նշում է, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարողացել են 2 տարվա ընթացքում համաձայնության գալ, դա չի նշանակում, թե հասարակությունները նույնքան արագ կինտեգրվեն գործընթացին։ Ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի ժողովուրդները հաղթահարեն խնդիրները, հավելել է նախագահը։ Հավատացնում եմ, սա սովորական չէ մեզ համար։ Մինչ այս համաձայնագրերի ստորագրումը մենք արթնանում էինք, հետաքրքրվում, թե ինչ է կատարվել սահմանին, իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, ինչը մեզ սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Այժմ մենք նույնիսկ մոռացել ենք դրա մասին, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով։ Հայաստանն ու Ադրբեջանը կհաջողեն եւ կբացեն սահմանները, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ հիմնված տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգանքի վրա։ Չնայած դեռ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ եւ Բաքուն չի թաքցնում, որ դրա համար պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը, Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովը որոշել է, որ խաղաղության հաստատման համար պետք է պարգևատրել Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին։ Մրցանակի իր բաժինը Փաշինյանը ստացել է Երևանում, երբ ընդունել է հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ու անդամներին։ Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում եւ բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է եւ մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է, այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում եւ դեռ աշխատում են ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետեւ գիտեք, որևէ համաձայնության ի կատարածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու համար։ Առաջարկվող խաղաղության խորհուրդը նախատեսում է լայն լիազորություններ, բայց միևնույն ժամանակ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է ներդնել $1 միլիարդ։ Իսկ որտեղից է Փաշինյանը վճարելու այդ փողը, դեռ պարզ չէ։
Իսկ Նիկոլ Փաշինյանին եւ նրան միացած 10 բարձրաստիճան հոգեվորականներին միացած Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանին ամենայն հայոց կաթողիկոսը հեռացրել է պաշտոնից, հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը։ Նրա պաշտոնին կաթողիկոսը նշանակել է Գեղարքունյանց թեմի առաջնորդ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանին։ Իշխանությունը չի դադարում իր արշավը եկեղեցու դեմ եւ հերթը հասել է Մասյացոտնի թեմի քահանաներին։ Թեմի հոգեվորականներին փորձում են պարտադրել միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Նրան պաշտոնանկ է արել կաթողիկոսը, սակայն դատարանը միջանկյալ միջոց է կիրառել նրան պաշտոնում վերականգնելու համար։ Քահանաներից պահանջում են ազատել իրենց եկեղեցիները, բայց նրանք չեն ենթարկվել հորդորներին, առաջարկներին եւ ճնշումներին։ Մասյացոտնի թեմը ահազանգ է հնչեցրել։ Երեկվանից Մասյացոտնի թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում համայնքապետարանների աշխատակիցներ, նաև քահանաների շրջապատին մոտ եւ ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդել քահանաներին միանալու թեմի նախկին առաջնորդին եւ ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։ Հոգևոր քաղաքակրթական ճգնաժամ, որին տալիս են կեղծ ու իմիտացիոն փաթեթավորում, Բագրատ Սրբազանը ուղերձ է հղել բանտից։ Ըստ նրա տեղի ունեցողը չունի որևէ իրական եւ մնայուն կամ հաստատուն հիմք, հիմնավորում ու խոր վերլուծված նպատակային բովանդակություն։ Մեր պատկերացումն ու տեսիլքը մեր երազած հոգևոր Հայաստանի մասին է, երազող եւ երազներ իրականացնող, հաղթանակների ձգտող եւ հաղթող հաշտությամբ եւ սիրող ապրող, արդարությամբ եւ արդարադատությամբ Հայաստանի մասին է, որտեղ մարդուն գնահատում են ոչ թե ինչ ունենալով կամ ում ճանաչելով, այլ ով լինելով, որտեղ ամեն ինչ միտված է ծառայելու մարդուն եւ պետությանը, եւ ոչ թե մարդուն ու պետությունը ծառայեցնելու իրենց։ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին արձագանքել է նաև Մոսկվան, արտաքին գերատեսչության մակարդակով։ Լավրովն ասել է, որ ցավով է հետևում եկեղեցու դեմ իշխանության սկսած պայքարին։ Հայտարարությունները տարակուսանք են առաջացնում։ Եվրամիության հետ մերձեցումը անհետևանք չի անցնում։ Հենց Եվրամիությունն է անընդհատ պնդում Ռուսաստանից բխող հիբրիդային սպառնալիքների մասին։ Եվրամիությունն է փող տալիս դրա համար։ Վերջերս խոսվեց 15 միլիոն եվրոյի մասին։ Կասկած չունեմ, որ Բրյուսելի բյուրոկրատիան կստիպի մեր հայ բարեկամներին հարուցել այդ տրանշի յուրաքանչյուր ցենտի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ի անդամների պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում օգնության հասնելու հարցում։ Գիտեմ, որ մենք կօգնենք նրանց, բայց կասկածում եմ, որ նրանք դա կանեն, ասել է նա։ Ավելի վաղ Թրամփը X-ի իր էջում վերահրապարակել է մի հաղորդագրություն, որտեղ պնդում էր, որ Միացյալ Նահանգների իրական հակառակորդները ՄԱԿ-ն ու ՆԱՏՕ-ն են։ Գրենլանդիայի վարչապետը կոչ է արել բնակչությանը պատրաստվել հնարավոր ներխուժմանը, նշելով, որ ռազմական հակամարտությունը քիչ հավանական է, բայց այն լիովին բացառել հնարավոր չէ։ Վարչապետի խոսքով կառավարությունը կստեղծի աշխատանքային խումբ տեղական իշխանությունների մասնակցությամբ, որը կօգնի բնակչությանը պատրաստվել։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը հայտարարել է, որ Դավոսում իր հանդիպումները կառուցողական են եղել։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են հասկանում Ռուսաստանի դիրքորոշման ճշգրտությունը, նշել է նա։ Եղանակի մասին։ Հանրապետությունում տեղումներ չեն դադարի առաջիկա օրերին ձյուն է գալու։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 0-ից 2, իսկ երեկոյան 7-ից 9 աստիճան ցուրտ։ Եղանակային վատ պայմանների պատճառով էլ վերին Լարսը կրկին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ ինչ վիճակ է հանրապետության ավտոճանապարհներին։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվար անցանելի է հանրապետության մի շարք ավտոճանապարհներ։ Ուստի հարգելի վարորդներ, հնարավորության դեպքում շրջանցեք Հարագածոտնի մարզում Ամբերդ օդերթաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարիլիչ տանող ճանապարհներից, նաև Մեղրու Լեռնանցքից, Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհից, Ջերմուկի Խաչմերուկից մինչև Կապան, նաև Լուսաշող Լանջարատ հատվածներից։ Զգույշ երթևեկեք Հապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի ավտոճանապարհներին, արգելակեք շարժիչով, տեղ-տեղ մերկասառույց է։ Եվ լավ լուր մեր շոկոլադասեր հետևորդների համար։ Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով գործարանի ամբողջական գործարկումից հետո օրական կարտադրվի մինչև 200 տոննա շոկոլադ, իսկ ստեղծվող աշխատատեղերի թիվը կհասնի մոտ 2000-ի։ Ասում են, արտադրելու են շոկոլադե կոնֆետներ, թխվածքաբլիթներ, վաֆլիներ, շոկոլադապատ հայկական ջրեր։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Թարմ նորություններով եթերում կլինենք ժամը 12-ին, կհանդիպենք։